Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ և զրուցելու ենք բնականաբար առողջության մասին։ Գլխավոր թեման այսօր նվիրված է պտղաբերությանը և մասնավորապես այնպիսի հետաքրքիր թեմա, ինչպիսին է փոխնակ մայրությունը։ Ինչ է փոխնակ մայրությունը, ով կարող է լինել փոխնակ մայր և արդյոք նա ունենա գենետիկ որոշակի կապ ծնված երեխայի հետ։ Քննարկելու ենք այսօրվա հաղորդման ընթացքում, կդիտենք տեսանյութը, հետո արդեն կհրավիրենք մեր մասնագետին։ Գնացինք։ Փոխնակ մայրությունը հարյուրամյակների պատմություն ունի։ Նախկինում այն ենթադրում էր գենետիկ կապ փոխնակ մոր և ապագա երեխայի միջև։ Իտալացի դասական գրող Եվա Կանտարելան իր գրքերից մեկում պատմում է, թե ինչպես էին հին Հռոմում անպտուղ կանանց փոխարեն այլ կանայք երեխա ունենում նրանց ամուսիններից և տալիս զույգին։ Սա օգնում էր շարունակել ցեղն ու խուսափել ամուսնալուծություններից։ Վերարտադրողական օժանդակ փոխնակ մայրության տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում բարոյական և իրավական առումով առավել խստապահանջ են։ Այսօր օրենսդրությունը փոխնակ մորն արգելում է լինել նաև ձվաբջջի դոնոր։ Ամեն ինչ սկսվեց 1978 թվականին, երբ լույս աշխարհ եկավ արտամարմնային բեղմնավորմամբ առաջին երեխան։ Արտամարմնային բեղմնավորման հայտնագործումից 7 տարի անց էլ փոխնակ մորից ծնվեց առաջին երեխան, որը գենետիկորեն կապ չուներ ծննդաբերող կնոջ հետ։ 37-ամյա կնոջ և նրա ամուսնու կենսաբանական երեխային 9 ամիս կրել, ապա ծննդաբերել էր կնոջ 22-ամյա ընկերուհին։ Փոխնակ մայրության տեխնոլոգիայի կիրառման առաջին տարիներին շատ էին դեպքերը, երբ փոխնակ մայր էր դառնում երեխայի տատիկը։ Օրինակ 1987-ին Պատրիսիա Անտոնին 48 տարեկանում համաձայնեց դառնալ իր ապագա թոռնիկի փոխնակ մայրը։ Այժմ դա անհնար կլիներ, քանի որ շատ երկրներում փոխնակ մայրության համար թույլատրելի տարիքը մինչև 35 տարեկանն է։ Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հանդրության վերաբերմունքը փոխնակ մայրությանը շարունակում է միանշանակ չլինել։ Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Նորվեգիա, Շվեդիա, Միացյալ Նահանգների մի քանի նահանգներ։ Սրանք մոլորակի այն անկյուններն են, որտեղ փոխնակ մայրությունն օրենքով է արգելված, քանի որ այն համարվում է մարդկանց արդյունավետ և բիզնեսի ձև։ Չնայած պիտակավորումներին և արգելքներին, հարյուրավոր զույգերի համար երեխա ունենալու երջանկությունը վայելելու միակ ճանապարհը հենց փոխնակ մայրությունն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2024 թվականի տվյալներով աշխարհում վերարտադրողական տարիքի ամեն 6-րդ մարդ ունի անպտղություն։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյան, դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Եվ այսպես մենք խոսում ենք այսօր փոխնակ մայրության մասին և ոչ միայն։ Նաև դոնորական ձվաբջիջների մասին։ Նաև դոնորական ձվաբջիջների մասին։ Դոնորական ձվաբջիջներ։ Այդ ինչ ձվաբջիջներ են։ Ցավոք սրտի կանայք կան, ովքեր որ առնչվում են և տարիքային խնդիրների հետ, և ոչ միայն տարիքային խնդիրների հետ, երբ ձվարաններից այլևս առողջ ձվաբջիջներ դուրս բերելը և նույնիսկ էկոյի արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա ունենալը սպառում են հնարավորությունները։ Վերջացավ։ Եվ շատ տարիներ առաջ, եւ 15 տարի առաջ, նույնիսկ Հայաստանում, այսպիսի կանայք ուղղակի զրկվում էին մայրանալու հնարավորությունից։ Բայց փառք Աստծո, որ մենք հիմա ունենք հնարավորություն, որ նույնիսկ եթե առողջ ձվաբջիջներ կնոջ օրգանիզմում չկան, շանս ունենք մայրանալու, հղիությունը կրելու եւ երեխա ունենալու։ Որ տարիքից է սովորաբար այդ մեր ասած այդ տարբերակը, երբ որ ձվաբջիջները ուղղակի վերջացան։ Տեսեք, 44-ը եթե լրանում է ամբողջ աշխարհում, ես գիտեմ հիմա հեռուստադիտողների մեծ մասը ինձ թշնամաբար են վերաբերվելու։ Մորաքրոջս աղջիկը 46 տարեկանում ունեցել է։ Այո, նույնիսկ վատ կոմենտներին ենք պատրաստ, բայց պարտավոր ենք այնքան ասել, մինչև որ հասկանան, որ այո, դա եթե 100,000-ից մեկը հղիանում է, իսկ մնացածները չեն հղիանում, դա չի նշանակում, որ պետք է հիմնվել այդ մի դեպքի վրա եւ կանոն
նրանց անպայման մենք պարտավոր ենք զգուշացնել, որ 35 տարեկանից հետո իջնում է ծվաբջիջների որակը ամեն ամիս 40-41-ը որ լրանում է շատ ավելի կտրուկ է իջնում շանսերը սեփական ծվաբջջով հղիանալու, բայց մինչև 44 տարեկան մենք ռեալ հղիություններ ծնված երեխաներ ունենք։ Շանսեր կան։ Բայց բոլորը հրաշք ենք համարում։ Որպեսզի վաղը չգնաք դոնորական ծվաբջիջների հետևից, կա էլի տարբերակ, դուք կարող եք ձեր ծվաբջիջները սառեցնել։ Դուք 32-33 տարեկան եք, դուք չունեք դեռևս ընտանիք կամ ունեք ընտանիք, չեք պլանավորում այս պահին երեխաներ, սառեցրեք ծվաբջիջները, որպեսզի հետո ունենաք։ Նույնիսկ մինչև 38, 39, նույնիսկ 40 տարեկան մենք համաձայնվում ենք ծվաբջիջների սառեցում անում ենք, բայց այդ տարիքն էլ որ անցնում է արդեն ծվաբջիջների սառեցում անելը անիմաստ է դառնում։ Իսկ 44 տարեկանը որ գնացին սառեցման։ 44 տարեկանը որ լրանում է արդեն երևի աշխարհում հատուկեն դեպքեր կան, որ սեփական ծվաբջջով կինը հղիանում եւ առողջ երեխա է ունենում, որտեղ խոսքը ոչ միայն հղիության մասին է, այլ նաեւ առողջ երեխա ունենալու մասին։ Հիմա գանք հաջորդ փուլին։ Բաց ենք թողել, չենք սառեցրել, ժամանակին չենք ունեցել կամ չգիտեմ, ունեցել ենք հիմա եւս մեկ բալիկ ենք ուզում։ Եվ որոշում ենք, որ դիմենք դոնորական ծվաբջիջների օգնությանը։ Այստեղ բայց ամեն դեպքում հարց է առաջանում, իսկ ով է դոնորը։ Մինչև 35 տարեկան, 20-ից մինչև 35 տարեկան կանայք, ովքեր որ ցանկանում են եւ ունեն այդ հնարավորությունը, ունեն լավ ծվաբջիջների պաշար, ես նույնիսկ մինչև 32 տարեկան եմ վերցնում, որտեվ այդ դեպքում շանսերը շատ ավելի բարձր են, քան 32-ից հետո։ Այսինքն դա երիտասարդ կնոջ ծվաբջիջներ, առողջ լավ ծվաբջիջներ։ Այո, եւ այստեղ մի հատ էլ պլյուս կա կնոջ համար, որ այդ էկոյի սիմուլյացիան, որից սովորաբար որ իրենք վախենում են, էկոյի տեղերը, ֆունկցիան, այդ ամբողջը կատարվում է մեր դոնորին, ինքը մոտապես 10 օր տեղորայք է ստանում, սիմուլյացիա է կատարվում, ծվաբջիջները իրենից վերցնում ենք եւ այդքանով իր հետ ավարտում ենք, ինքը գումար է ստանում եւ հեռանում է կլինիկայից։ Հետո այդ ծվաբջիջներն արդեն կարողանում ենք բեղնավորել այն կանանց ամուսնու սերմով, ովքեր որ ցանկանում են եւ արդեն ստացված սաղմիկները կարողանում ենք տեղադրել կնոջը։ Մենք չենք ուզում, որպեսզի երեխան վաղը մյուս օր իմանա, որ գենետիկորեն այստեղ ժամանակին մաման ու հայրիկը գնացել են բժշկի ու իրանք այսպես խորամանկություններ են արել, լավ իմաստով ու ստեղծել են իրեն։ Ես միշտ իմ պացիենտներից զգուշացնում եմ, որ միջանցքում նույնիսկ մի էլ ասեք, թե ով ինչպես է հղիացել, հարազատներ, ասում եմ դա ձեր զույգին ու ձեր երեխայի իրավունքն է, որը պետք չի խախտել։ Գիտի 3 հոգի։ Ու մենք մաման, պապան, բժիշկը։ Այո, եւ բուժքույրը եւ էմբրիոլոգը 5 հոգի։ Շատ են 5 հոգի։ Բայց հետագայում իրենք են որոշում ասեն թե չասեն։ Մենք նույնիսկ արյան խումբը բռնացնում ենք մայրիկինը եւ դոնորինը նույնը, որ եթե հանկարծ հետագայում արյան խմբով երեխան հասկանա, որ չէր կարող այս արյան խմբերով ինքը ծնվեր տվյալ խմբով, դրա համար արյան խումբը բռնած։ Լավ, իսկ եկեք նաև արտակինի հարցը որոշենք այդ դեպքում։ Տեսեք, հիմա կարող է մայրիկը, չգիտեմ, շատ գեղեցիկ, շեկ կապույտ աչքերով, իսկ դոնորը թխահեր։ Մենք հարց չի առաջանա։ Շատ դոնորներ ունենք, շատ է դիմելիությունը, շատ գեղեցիկ, շատ գրագետ։ Ես կարող ես գալ ասենք մի հատ ցույց կտակ ձեր դոնորների նկարները, թե դա փակ ինֆորմացիա է։ Կան, որ հայտնի դոնորներ են, այս դեպքում նույնիսկ զույգը ճանաչում է դոնորին, պայմանագիր են կնքում, որ նա ոչ թե իր երեխային է տալիս զույգին, այլ ընդհանրապես իր ծվաբջիջները, եւ իրենք իմանում են, շփվում են դոնորի հետ, ինտելեկտուալ հնարավորություններն են գնահատում։ Հա, որտեղ ես ուզում եմ իմանալ երեխաս ինչպես կլինի, ինչ գենետիկա եմ կոպիտ ասած գնում։ Եվ իհարկե կարող են քույրիկները, որ իմ ամենասիրելի տարբերակն է, որ հենց տվյալ մարդու գենն է պահպանվում, ընտանեկան, հա, գենետիկան է պահպանվում, եթե ունեն երիտասարդ քույրիկ, ով որ պատրաստ է մի փոքր այդ բուժումներ անցնել, ստիմուլյացիան անցնել։ Ես գիտեմ քույրիկներ, ես գիտեմ ընկերուհիներ։ Այո, ընկերուհիներ էլ շատ ունենք, որ համաձայնվում են, որ մեկը մյուսի համար ծվաբջիջ է հանձնում։ Գանք փոխնակ մայրերին։ Փոխնակ մայրը, երբ փաստորեն զույգի սաղմիկը տեղադրվում է այլ կնոջ արգանդի մեջ, որովհետև
տվյալ պարագայում կինը չի կարող ինքնուրույն հղիություն ունենալ եւ անհրաժեշտ է այլ կնոջ արգանդ կոպիտ ասած։ Եթե կինը ունի հակացություններ, օրինակ սրտի հետ կապված խնդիրներ, ոչ սեռական համակարգի հետ կապված, կամ չունի արգանդ, կամ արգանդի խորոչում կան դեֆորմացիաներ, կպումներ, որոնք որ անհաղթարելի են թվում, մայրանալու տարբերակը նորից կա, կան փոխնակ մայրեր, այստեղ միակ ծառաբեռնվածությունը ֆինանսական է, որ մի քիչ ավելի թանկ process է, բայց կատարվում է զույգի ներքո, ստանում ենք իրենց սաղմիկները, ապագա երեխաները եւ արդեն տեղադրումը կատարվում է փոխնակ մորը, 9 ամիս հղիությունը կրում է փոխնակ մայրը եւ ծննդաբերելուց անմիջապես հետո երեխային հանձնում են իր կենսաբանական ծնողներին եւ փոխնակ մայրը ընդհանրապես երեխային չի տեսնում։ Կա տարբերակ, որ չգիտեմ, այդ հղիության ընթացքում, այդ գենետիկորեն ինչ որ մի բան այդ փոխնակ մամայից կգա երեխային։ Ոչ, բժշկության մեջ, ապացուցական բժշկության մեջ, այո, ապացված է, որ ոչ մի գենետիկական կապ փոխնակ մոր եւ երեխայի միջեւ գոյություն չունի։ Փոխնակ մայրերի շատ մեծ կարիքը ունենք, քանի որ մենք գործ ունենք նաև զոհված ծառայողների, ծնողների հետ, ովքեր որ բարձր տարիքում են, նախկինում շատ գինեկոլոգիական բարդություններ են ունեցել, կամ որ արգանդ չունեն զոհվածների հերոսների մայրերը, կամ ուղղակի աբորտների, ինչ որ այլ ուժումների հետևանքով փոխնակներ չունենք իրական, չեն հերիքում։ Շատ կարիք ունենք, իրենք ժամ առաջ սպասում են, որ իրենց հրաշքը ծնվի, ու ընկնում ենք ամիսներով, փնտրում ենք փոխնակ մայրեր, ու օրենքը ի ուրախություն մեզ բոլորովին վերջերս հաստատվեց, որ օտար երկրի քաղաքացիները, այլ ազգիները իրավունք չունեն հայ փոխնակ մայր վերցնելու։ Եվ մի շատ կարևոր բան էլ, որ պետպատվերի շրջանակներում զոհվածների, հերոսների ծնողներին փոխնակ մայրության հովանավորությունը եւս լինում է, եւ պետությունը այդ ծախսերը հոգում է, եւ գումարը մի քիչ ավելի բարձրացրել են, բավական մեծ գումար են տալիս փոխնակ մայրերին, եւ իրենք արդեն ավելի շատ հակված են մեր ծնողների, մեր պացիենտների համար դառնալ փոխնակ մայր։ Հիմա քանի որ մենք ունենք դրա կարիքը, մենք մեծ պակաս ունենք փոխնակ մայրերի, եկեք փորձենք ինչ որ կանանց, որոնք որ կուզենան, փորձենք ասել, ով կարող է դառնալ։ Կարող են դառնալ մինչև 38 տարեկան այն կանայք, ովքեր որ հակացություններ չունեն հղիությունը կրելու եւ ծննդաբերելու, եւ իրենց սեփական երեխան, գոնե մեկը արդեն ունեն, այո։ Եվ այսպես, եթե դուք մինչև 38 տարեկան եք, եթե դուք չունեք առողջական խնդիրներ եւ ձեզ հետաքրքրում է այս, աշխատանքը, վերջը դա կարելի է դիտարկել, անվանել աշխատանք, ապա դուք կարող եք դիմել պտղաբերության կենտրոնում ձեզ գրկաբաց կընտրեն, որովհետև իսկապես մենք դրա կարիքը շատ ունենք, առավել եւս պատերազմից հետո, առավել եւս այս իրավիճակում, երբ շատ զույգեր ուզում են ունենալ բալիկներ։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ հյուրը պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանն էր, իսկ զրուցում էինք մենք դոնորական ծվաբջիջների եւ փոխնակ մայրության մասին։ Մնացեք մեզ հետ։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցն է այժմ եթերում եւ մենք այստեղ ենք հրավիրում մեր մանկաբույժ Ժինգարանե Հովհաննիսյանին, դիմավորենք, ում հետ խոսելու ենք անեմյանների, նույն ինքը սակավարյունության մասին։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Երեխաների մոտ սակավարյունություն, ուր է կորել արյունը, ինչն է պակասել արյան մեջ, ով է մեղավոր։ Սակավարյունությունը կամ ինչպես ժողովրդի մեջ ընդունված է ասել, արյան տոկոսի իջեցումը երեխաների շրջանում բավականին հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է եւ պատճառներից մեկը կարող է լինել երկաթի դեֆիցիտը, մյուս պատճառներից նաեւ կարող է լինել B12 եւ ֆոլաթթու վիտամինների դեֆիցիտը։ Հրաշալի։ Ամենակարևոր փաստը, որ դուք հիմա նշեցիք, իմ կարծիքով դա նա է, որ երեխաների մոտ հաճախ հանդիպող խնդիր է, բայց չգիտես ինչու, միշտ անեմիա ասելով, սակավարյունություն ասելով հասկանում են, որ մեծահասակներն են արյունահոսում են տարբեր հիվանդություններ եւ այլն, ու շատ հաճախ մոռանում ենք երեխաների մոտ։ Իսկ երեխաների մոտ իսկապես հաճախ է լինում։ Երեխաների մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիրներից ինչպես նշեցի։ Այո, եւ պետք է հասկանալ, թե կա տարիք, երբ որ մենք առաջի անգամ արյան քննություն ենք կատարում նպատակային սակավարյունությունը հայտնաբերելու համար, եւ դա 9 ամսական տարիքն է հասուն ծնված երեխաների համար։
Եվ մանկաբույժներից գիտենք, որ անհաս ժամանակից ծնված երեխաների կամ թերքաշ ծնված երեխաների մոտ սակավարյունության խնդիրը ավելի վաղ է հայտնվում եւ համապատասխան ծնված ժամկետի նաեւ կորեկցիա է կատարվում դեղորայքային բուժման տեսքով։ Լավ, ինչով է վտանգավոր։ Վերջը երեխան ուտում է, խմում է, ամեն ինչ լավ է, կարծես թե նորմալ զարգանում է, բայց մենք 9 ամսական հանձնեցինք արյան անալիզ ու նկատեցինք, որ այնտեղ կան ցուցանիշների շեղում։ Մի թեթև նորմայից օրինակի համար ցածր է։ Նախ պետք է հասկանալ, որ սակավարյունությունը կախված աստիճանից արտահայտվածության կարելի է կորեկցիա կատարել ինչպես սննդի միջոցով, այնպես էլ դեղորայքային։ Թեթև աստիճանի սակավարյունությունների դեպքում մենք ծնողին խորհուրդ ենք տալիս համապատասխան սննդակարգ, որի դեպքում կրկնակի հետազոտության արդյունքում, եթե ունեցել ենք արդեն ցուցանիշների բարձրացում, երեխային թողնում ենք հանգիստ եւ շարունակում է իր կյանքը առանց դեղորայքային միջամտության։ Միջին եւ ծանր աստիճանի սակավարյունությունների դեպքում արդեն կատարվում է դեղորայքային կորեկցիա եւ համապատասխան կուրս դեղորայք ընդունելուց հետո երեխայի մոտ ունենում ենք մայրաբաղձալի արդյունքը։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ մեծահասակների պարագայում մենք սննդով չենք կարողանում կարգավորել։ Մենք միշտ ասում ենք, տարբեր սննդատեսակներ կան, բայց սննդով լուրջ չէ, եւ միշտ անցնում ենք դեղորայքային։ Փաստորեն երեխաների մոտ երևի ներծծման process-ները ավելի եւ քրոնիկ հիվանդությունների պակասը եւ աղեստամոքսային տրակտի հետ կապված հիվանդությունների պակասը ավելի հեշտացնում է երկաթի ներծծման process-ը։ Շատ բարի։ Ինչ ենք խորհուրդ տալիս։ Առաջինը, որ խորհուրդ ենք տալիս, դա կարմիր միսն է, ինչը որ ես այսօր տեսնում եմ մեր սեղանին, քանի որ կարմիր մսում գտնվում է հեմ երկաթ կոչվածը, որը շատ արդյունավետ եւ հեշտ է ներծծվում աղիներում, որն շատ արդյունավետ ձևով մասնակցում է հեմոգլոբինի սինթեզին եւ սպասելիք արդյունքներ ենք ունենում։ Այստեղ ես նաեւ տեսնում եմ նեխուրը, կանաչի, ոստ, որոնք որ հնկաձավար, որոնք եւս պարունակում են երկաթ եւ իրենք նույնպես բավականին լավ սննդամթերք են անեմիաների ժամանակ կիրառվող։ Միանշանակ զիջում են բուսական երկաթը կենդանական ծագման երկաթից, քանի որ երկվալենտ երկաթը, որը գտնվում է կենդանական ծագման սննդամթերքի մեջ, շատ ավելի հեշտ է ներծծվում աղիներով, քան եռավալենտ երկաթը, որը գտնվում է բուսական ծագման սննդի մեջ։ Ինչ նշաններ կարող են լինել։ 9 ամսականում հանձնացինք, ամեն ինչ նորմալ էր, բայց վերջը կարող է 2 տարեկանում կամ 3 տարեկանում ու այդ տարիքում անալիզ չենք հանձնի։ Ինչ նշաններ կարող են ծնողներին հուշել, որ երեխայի մոտ կա սակավարյունություն։ Սակավարյունության մասին խոսող առաջին նշաններից մեկը կարող է լինել երեխայի շուտ հոգնելը, թուլությունը, քնկոտությունը, երբեմն աճի զարգացման հետ կապված խնդիրները, քանի որ մենք գիտենք, որ հեմոգլոբինը դա այն սպիտակուցն է, որը մեր ներշնչած օդից կապում է թթվածինը, բաշխում բոլոր օրգանի բջիջներին, այնուհետև նաև վերցնում է աստղաթութու գազը եւ ետ վերադարձնում դեպի արտաշնչվող օդ։ Եվ ինչպես դուք նշեցիք, նաև թթվածինը մատակարարում մեր ուղեղին եւ հետեւաբար բացի նրանից, որ երեխան թույլ է շուտ հոգնում է, նաև կարող է մտավոր աշխատանք Այո, եւ հետ ընկնել հասակակիցներից, օրինակ ուսումնական process-ում։ Ով էր մեղավոր, երեխան մեղավոր չէր, երեխան ընդհանրապես ուներ սակավարյունություն, ուներ երկաթդեֆիցիտային անեմիա, որի հետևանքով սկսեց շուտ հոգնել, վատ ընկալել, թթվածնի պակաս ունի, ուղեղը լավ չի սնվում, արդյունքում երեխան սկսում է վատ սովորել։ Ծնողներն էլ ասում են, ինչու լավ չես սովորում, մի անգամ կարդա, երկու անգամ է ուզում ես 10 անգամ կարդա, երեխան ունի թթվածնային քաղց եւ երեխան տառապելու է, հետ է մնալու Տեղամիջոցներից վախենալու կարիք ընդհանրապես կա։ Եթե զբաղվում ենք ինքնաբուժությամբ, ինչպես մյուս դեղորայքի պարագայում, երկաթի պրեպարատի նշանակման դեպքում եւս, քանի որ ինքը այդքան էլ անվտանգ չէ եւ բարձր դոզաների դեպքում մենք կարող ենք ունենալ խնդիր, օրինակ կուտակում տարբեր օրգան համակարգերում, դրա համար երբ որ կատարվում է ախտորոշում, բժշկի կողմից համապատասխան տարիքի եւ համապատասխան քաշի դեպքում նշանակվում է որոշակի դոզայով դեղորայք եւ ժամանակահատված, որի դեպքում ծնողը հետեւողական տալու դեպքում վերացնում ենք խնդիրը։ Ոչ մի բարդ բան չկա, ոչ մի դժվար բան չկա։ Ընդհանրապես պետք է ուշադիր լինել։ Եվ եթե դուք նկատում եք, որ ձեր երեխան մի տեսակ փոխվել է, շուտ է հոգնում, անաշխատունակ է, լավ չի սովորում, գունավորություն ունի, շուտ է գնում քնելուց, թույլիկ է մի տեսակ դառել, անպայման ստուգեք հեմոգլոբինի մակարդակը, անպայման ստուգեք երկաթի մակարդակը եւ շատ հավանական է, որ ձեր երեխան ունի ընդհանրապես մի թեթև օգնության կարիք, որը շատ հեշտությամբ կարելի է կարգավորել։ Հիշեցնեմ, որ մենք խոսում ենք անեմիաների մասին, իսկ ծնողների դպրոցի հյուրը այսօր մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանն էր։ Շնորհակալություն։ Երիտասարդացնող դեղահապ, մազերից պատրաստված ատամի մածուկ եւ ամենակարող ռոբոտ ատամնաբույժ։
Բժշկական նորարարություններ, որոնց մասին գուցե չեք լսել։ Դեղահապ, որը կկանգնեցնի ժամանակի ազդեցությունը։ 2024 թվականին ամերիկյան Telemir Pharmaceutica ընկերության տնօրեն Քրիստոֆեր Չեփմենը Քլիվլենդի կլինիկայի բժիշկների հետ սկսել է թեստավորել մի նորարարական դեղամիջոց, որը երիտասարդացնում է կենդանի օրգանիզմների ցողունային բջիջները, երկարացնելով նրանց կյանքը։ Առաջին թեստավորումն անցել են տարբեր ցեղատեսակի 10 շներ, 2 ծեր շների քաղցկեղով հիվանդ գերմանացի հովվաշուն Զևսի եւ արթրիտ ունեցող Newfoundland Bensoni մոտ բժիշկներն արդեն իսկ արձանագրել են դրական տեղաշարժ։ Դեղահաբի ընդունումից հետո շների ինքնազգացողությունն ու կենսական ցուցանիշները մի քանի անգամով բարելավվել են։ Գիտնականները վստահ են, առաջիկայում այս հաբերը կօգնեն նաև մարդկանց առավել երկար պահպանել երիտասարդությունն ու առողջությունը։ Ատամի մածուկ մարդու մազերից։ Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները բացահայտել են, որ մարդու մազերում պարունակվող կերատինը, այդ կարևոր սպիտակուցը, ունակ է ոչ միայն վերականգնելու ատամների էմալը, այլև կանխելու կարիեսը վաղ փուլերում։ Գիտնականներն ապացուցել են, կերատին պարունակող մածուկը ստեղծում է պաշտպանիչ վահան, որը բնական էմալի դեր է կատարում, երբ փոխազդեցության մեջ է մտնում թքի հետ։ Լոնդոնցի հետազոտողները վստահ են, որ նոր հայտնաբերված բիոնյութն ավելի անվտանգ ու արդյունավետ է դարձնելու ատամների խնամքը։ Ամբողջովին ավտոմատացված ռոբոտ ատամնաբույժն անցկացրել է աշխարհում առաջին ստոմատոլոգիական միջամտությունը։ Արհեստական ինտելեկտով աշխատող ռոբոտ ատամնաբույժին ստեղծել է բոստոնյան Perceptive ընկերությունը։ Ռոբոտ ատամնաբույժը ոչ միայն պլանավորում է վիրահատություն եւ ատամների բուժում, այլև սկզբից մինչև վերջ իրականացնում է այն։ Առաջին իսկ փորձարկման արդյունքում պարզ է դարձել, որ ռոբոտ ատամնաբույժն 8 անգամ ավելի արագ է աշխատում, քան մարդը։ Սա մի քանի անգամ կրճատում է ատամնաբույժի այցերի քանակը։ Սնվում ենք հաճույքով եւ մնում ենք առողջ, իսկ այս գործում մեզ օգնելու է Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի պարենային անվտանգության եւ սննդանյութերի գնահատման խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը։ Ողջույն Մելինե։ Ողջույն։ Եվ այսպես, մենք սեղանի վրա ունենք արագ թվարկեմ լյարդ, կաթ, պանիր, կարագ ձու, մի քանի տեսակի կանաչիներ, դդում, գազար, լոլիկ, բրոկոլի, քաղցր, պղպեղ, սեղ, ծիրան, ծիրանաչիր, մասուր, հաղարճ եւ նարինջ։ Հարգելի հեռուստադիտող, փորձեք կռահել, թե որ վիտամինի մասին ենք մենք խոսելու, վիտամին, որ կա բոլոր այս սննդատեսակների մեջ։ 1, 2, 3, 4, 5։ Որ վիտամինը։ Վիտամին A-ի մասին ենք այսօր խոսելու, եւ թվարկված բոլոր մթերքներին կարող ենք ավելացնել նաեւ սպանախը, որը եւս աչքի ընկնում, այո, վիտամին A-ի պարունակությամբ։ Չեմ սիրում ես սպանախը։ Սպանախը։ Ես շատ սիրում եմ իրեն թարմ օգտագործել, պատրաստած տարբեր պանրային տեսակներով։ Բայց սպանախի մասին վատ բաներ գիտեմ բավականին շատ։ Երևի երկաթի հետ կապված, այո, բայց մենք կարող ենք օգտագործել այն աղբյուրները, որոնք երկաթը պետք է մեզ ապահովեին առանձին, եւ սպանախն էլ հետո առանձին։ Բայց եկեք այդպես մենք հարց է առաջանում, սպանախը վերջը լավ սննդատեսակ է, թե վատ սննդատեսակ է։ Միանշանակ չեմ պատասխանի։ Շատ քիչ սննդատեսակներ կան, որոնց մասին կտրուկ կարող ենք ասել վատն է եւ երբեք չենք ուզում դա օգտագործել, բայց մնացած սննդատեսակների մասին մենք պետք է ռիսկերի եւ օգուտների հավասարակշռված դիտարկումը նկատի ունենանք։ Եթե անդրադառնանք այս բոլոր մթերքներին եւ իհարկե վիտամին A-ի պարունակության այս մթերքներում, նշեմ, որ վիտամին A-ն հանդիպում է կենթանական ծագում ունեցող մթերքներում ռետինոլ, տեսակով, եթե տարանջատենք վիտամինների տեսակները, եւ բուսական ծագման մթերքներում առավելապես հանդիպում է նախավիտամին A-ի, այլ կերպ ասում են կարոտինոիդների տեսքով։ Ինչ են իրենցից ներկայացնում կարոտինոիդները, այդ տեսնում են գունային գաման, չէ՞, պիգմենտներ են, որոնք մեր օրգանիզմը ներմուծվելուց հետո փոխակերպվում են արդեն վիտամին A-ի, բայց պետք է նշեմ, որ ոչ բոլոր կարոտինոիդներն են փոխակերպվում A-ի, բայց օրինակ բետա-կարոտինը, որը այս մթերքներում կարող է պարունակվել, այնուհետև մեր օրգանիզմում փոխակերպվում է վիտամին A-ի։ Եվ եթե մատչելիության վերաբերյալ խոսենք, ռետինոլի եւ նախավիտամին A-ի, պետք է նշենք, որ ռետինոլը ավելի մատչելի է մեր օրգանիզմի, կենսամատչելի է մեր օրգանիզմի, այո, կենթանական, մենք ավելի լավ ենք յուրացնում, բայց յուրացնում ենք նաեւ բուսականը, փոքրինչ ավելի քիչ։ Եվ երբ նշվում է տարբեր երկրների հետ կապված, ինչպիսի թեկուզ անբավարարության մակարդակ կա, թե չկա։ Ես գիտեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներ, ըստ որի 190 միլիոն նախադպրոցական երեխա ունի վիտամին A-ի պակաս։ Եվ եթե խոսում ենք վիտամին A-ի պակասի, անբավարարության կամ ընդհանրապես քանակությունները արդյոք բավարարում են առողջապահական ուղենիշային արժեքներին, թե ոչ,
պետք է նշենք, որ տարբեր տարիքային խմբերի համար պատկերը եւ պահանջը կարող է խիստ տարբերվել։ Այ օրինակ դուք նշեցիք նախադպրոցական տարիքի երեխաների մասին, նշեմ, որ այդ նույն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ մինչև 6 տարեկան երեխաների շրջանում վիտամին A-ի պակասը կարող է լինել լուրջ հանրային առողջապահական խնդիր։ Այդ պատճառով տարբեր տարիքային խմբերում եւ տարբեր ֆիզիոլոգիական վիճակում գտնվող մարդկանց համար գոյություն ունի վիտամին A-ի տարբեր ուղենիշային պահանջվող արժեքներ, օրինակ կերակրող կամ հղի կանանց համար այդ պահանջը ավելի բարձր է եւ երեխաների համար էլ, համեմատաբար կարող է բարձր լինել, բայց վիտամին A-ն այն սննդանյութն է, այն միկրոսննդանյութն է, որի դեպքում ոչ միայն այդ նվազագույն քանակություններն են սահմանված, որ մեր օրգանիզմը պետք է ստանա, այլ նաեւ առավելագույն շեմեր։ Վիտամին A-ի պակաս ինչ է իր հետևից բերում։ Տարբեր խնդիրներ կարող է բերել, քանի որ ինքը պատասխանատու է աճի եւ զարգացման համար։ Ինքը նպաստում է, որ մենք պահպանենք մեր տեսողությունը, այս եթե բնականաբար ունենք դեֆիցիտ եւ պակաս անբավարարություն, պետք է ենթադրել, որ առաջվելու ենք նմանատիպ խնդիրների հետ։ Հիմա հակառակը վիտամին A-ի չափից դուրս մեծ քանակություն օրգանիզմում։ Թեև սննդակարգով չափից շատ մեծ քանակություններ ստանալը վիտամինների հաբեր ամեն օր սիրում են տալ։ Այդ դեպքում, երբ մի բան է խոսել սննդային աղբյուրներով, տարբեր վիտամինների կամ ընդհանրապես սննդանյութերի ստացման մասին, մեկ այլ լրիվ ուրիշ հարց է այդ վիտամինները եւ սննդանյութերը ստանալ, դեղապատիճների, կենսաբանական ակտիվ հավելումների, ընդհանրապես տարբեր տեսակի այդ հաբերի միջոցով։ Այս դեպքում պետք է շատ զգուշավոր լինել եւ ինքնանպատակ կամ ուղղակի իմ կարծիքով, X մարդու կարծիքով չպետք է առաջնորդվել եւ սիրուն տուփով երեխաների համար նախատեսված թող խմի էլի։ Բայց մենք գիտենք, չէ, որ ամեն գրավիչ բան չէ, որ հետո պետք է ուտել։ Ամեն գրավիչ բան։ Եվ երբ այս հավելումների մասին է խոսքը գնում, այս դեպքում մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև սա կարող է պատճառ լինել, որ մենք այն առողջապահական ուղենիշային արժեքները, որոնք սահմանված են առավելագույն մակարդակներ, այդ հավելումների միջոցով կարող են գերազանցել, որովհետև խիստ անհավանական կթվա, եթե ասենք, որ սննդակարգի միջոցով մենք կարող ենք ստանալ վիտամին A-ի այնպիսի բարձր քանակություններ, որոնք լուրջ առողջապահական խնդիրների կհանգեցնեն, բայց եկեք չբացառենք դա էլ, եթե մենք բազմազանությունը ապահովում ենք մեր սննդակարգի եւ այս բոլոր աղբյուրները, որոնք կարող են հնարավորինս ապահովել վիտամին A-ի ցանկալի քանակությունը մեր օրգանիզմի համար, այդ դեպքում մենք այդ առավելագույն քանակների հետ կապված խնդիրներին չենք հանգելու, չենք առնչվելու։ Բայց եկեք նաեւ դիտարկենք այն հարցը, որ այդ պահանջները սահմանվում են ռետինոլին համարժեք չափաքանակներով, Մենք ասացինք, որ կենթանական ծագում ունեցող մթերքն է, որ պարունակում է ռետինոլը, վիտամին A-ն, իսկ մնացած բոլոր դեպքերում դա կլինի բետա-կարոտինի հետ կապված պարունակությունը դիտարկենք, թե այլ կարոտինոիդների ընդունված է, որ ռետինոլին համարժեք քանակությունը դա 1 միկրոգրամ ռետինոլն է կամ 6 միկրոգրամ բետա-կարոտինը, իսկ այլ կարոտինոիդների դեպքում 12 միկրոգրամ այլ կարոտինոիդների քանակություն, այսինքն երբ օրական այդ անհրաժեշտ քանակությունները սահմանվում են, բոլորը վերահաշվարկվում են ռետինոլին համարժեք քանակությունների։ Եթե անկեղծից չեմ հավատում, թե մեր հեռուստատիտողներից ինչ որ մեկը նստելու է, հաշվելու է, տեսնի թե քանի գրամ որ սննդամթերքից օգտագործեց եւ արդյոք դրանով ինքը լրացրեց իր վիտամին A-ի պակասը կամ չարաշահեց, բայց այնուամենայնիվ հիմնական նպատակն այն էր, որ վիտամին A-ն, որը շատ հայտնի է, բոլորը լսել են, գիտեն, առաջի հերթին իհարկե տեսողության մասին խոսելիս, պարունակում է այս բոլոր սննդատեսակների մեջ։ Կենթանականը ավելի հեշտ է յուրացվում, բուսականը ավելի վատ, եւ ամենակարևորը, որ այս վիտամինը մեզ պետք է ամբողջ կյանքի ընթացքում, սկսած փոքր տարիքից, աճման ժամանակահատվածից մինչև խոր ծերություն, մեզ վիտամին A միշտ պետք է։ Հիշեցնեմ իմ այսօրվա հյուրը Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնի Պարենային անվտանգության եւ սննդանյութերի գնահատման խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանն էր։ Մնացեք մեզ։ Շնորհակալություն։ Ողջույն, ձեզ հետ է Գեղեցկության արվեստը։ Այսօր ուզում եմ խոսել մի միջամտության մասին, որը մեզ հնարավորություն է տալիս ոչ վիրահատական եղանակով ունենալ հյուսվածքների, մաշկի, մկանների ձգում։ Դա SMAS lifting-ն է։ Հյուսվածքների ծերացման արդյունքում մենք միշտ ասում ենք մաշկը թուլացել է, մաշկը կախվել է։ Դա այդքան էլ այդպես չէ, որովհետև մաշկի կախումը չէ պատճառը, որ մենք տեսնում ենք այդ հյուսվածքների իջեցումը։ Հյուսվածքների իջեցումը
կախված է ոսկրային քայքայումից, կապանային թուլությունից եւ բնականաբար մկանների ամրության կորստից, որի արդյունքում մենք տեսնում ենք հյուսվածքների իջեցում, գրավիտացիոն պտոս։ Մկաններն են, որ պահում են մեր դեմքի այն ինդեքսները, որը մենք երիտասարդ ժամանակ բնականաբար ունենք։ Սա միակ մեթոդն է էսթետիկ բժշկության մեջ, որը ոչ վիրահատական եղանակով կարողանում է մակերեսային մկանային այդ համակարգը ձգել, բարձրացնել եւ մենք ունենանք ձգված լիֆտինգ արդյունք։ Ճառագայթը գնում է հենց այնտեղ, որտեղ մենք իրեն ուղղորդում ենք, այսինքն մկանային համակարգ։ Ճանապարհին չենք վնասում ոչ անոթները, ոչ նյարդերը, ոչ մաշկը, ոչ մնացած ճարպային բջջանքը։ Մենք ազդում ենք զուտ մկանային համակարգի վրա եւ ունենում ենք բնականաբար մկանների վրա միկրոկոագուլյացիոն կետեր, այսինքն ուլտրաձայնը բարձր ջերմաստիճանի վերածվելով վառում է կետային մկանները, դրանք միկրոսկոպիկ այրվածքներ են, որոնք մենք չենք տեսնում եւ բնականաբար չենք շոշափում, իսկ հազարավոր այդ միկրո այրվածքային կետերը բնականաբար հետագայում դառնալու են սպիեր, իսկ ցանկացած սպի դա ձգում է։ Այս միջամտությունը ունի նաև ճարպային հյուսվածքի վրա ազդող գլխիկ, 3 մմ-անոց գլխիկն է, որը տեղադրելով մենք կարող ենք աշխատել ստորին երրորդի վրա, երբ կա հավելյալ ճարպային հյուսվածք, ծանրացած դեմք, իջեցած դեմք, եւ այդտեղ ունենում ենք ճարպային հյուսվածքի քայքայում նաև։ Ուլտրաձայնը ֆոկուսավորված ազդելով ճարպային հյուսվածքի վրա, բերում է նրա այրման եւ բնականաբար ճարպային հյուսվածքը իր հաստությունով նվազում է եւ բարակում։ Միջամտությունը իրականացում է տարին կամ 2 տարին մեկ անգամ։ Արդյունքի հասնում ենք 3-4 ամիս հետո, որովհետև վերջնական մկանային սպիական ձևավորումը տևելու է 3 ամիս եւ 3 ամիս հետո նոր մենք տեսնելու ենք հյուսվածքների ձգումը, բարձրացումը եւ իհարկե օվալի շտկումը։ Smart lifting-ից հետո չունենք բացարձակ որևէ տրավմատիկ հետքեր, այտուցներ, տեսողական որևէ փոփոխություն դեմքի շրջանում չենք տեսնում, հաճախորդը կարող է զբաղվել իր սովորական կենսակերպով։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։